Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը լույս աշխարհ է եկել հատուկ առաքելությամբ, ծնողների մեռելացին երեխայի կորուստը սփոփելու եւ նոր կյանք ստեղծելու, համոզվել է Ան Ֆուլդան։ Հայտնի լրագրողը գիրք է գրել Մակրոնի մասին ու բացահայտել նախագահի կյանքի մութ անկյունները։ Une grand-mère extrêmement présente qui a eu un Դպրոցում Էմանուելը բացառիկ ընդունակություններ է ունեցել։ Նրա դաստիարակությամբ զբաղվել է տատիկը, որ նաև իր դպրոցի տնօրենն էր։ Մակրոնը 15 տարեկանում սիրահարվել է իրենից 24 տարով մեծ ֆրանսերենի ուսուցչուհուն, որի հետ էլ տարիներ անց ամուսնանում է։ Բրիջիտը շատ հոգատար է, բայց նաև շատ պահանջկոտ ամուսնու հանդեպ։ Էմանուել Մակրոն, այդքան կատարյալ երիտասարդը գրքում Ֆուլդան պատմում է, թե ինչպես քաղաքական ասպարեզում գրեթե անհայտ երիտասարդ գործիչը մի քանի ամսում վաստակեց ֆրանսիացիների համակրանքը եւ հաղթեց նախագահի ընտրություններում։ Je ne savais pas qu'il était président. Երբ սկսեցի գրել, չէի էլ մտածում, որ նա նախագահ կդառնա։ Ընտրել եմ Մակրոնին որպես գրքիս հերոս, քանի որ նրա կենսագրությունը վեպ է հիշեցնում, թե ինչպես 16 տարեկան գավառացի տղան եկավ Փարիզ, քիչ ժամանակ անց դարձավ ֆրանսիացիների նոր հույսի աղբյուրը։ Ան Ֆուլդան ասում է, Մակրոնը օժտված է պրագմատիկ խելքով, շանսից կառչելու, մարդկանցով հետաքրքրվելու, լսելու եւ կարեկցելու ունակությամբ։ Սա է Մակրոնի հաջողության բանալին։ Quand il était conseiller à l'Élysée. Դեռևս Ելիսեյան պալատում խորհրդականի պաշտոնում Մակրոնը շատ արագ հասկացել էր, որ քաղաքական պառակտման պատճառով Ֆրանսիան հայտնվել է փակուղում եւ պետք է ստեղծել նոր Ֆրանսիա։ Մակրոնը ավելի վաղ նկատեց քաղաքական կուսակցություններից հիասթափված ֆրանսիացիների ցանկությունը լինել հասկացված եւ ունենալ նոր Ֆրանսիա։ Երիտասարդ նախագահի ծնողներն էլ Ան Ֆուլդային պատմել են, որ իրենց որդին եղել է կատարյալ երեխա, նա ամեն ինչում առաջինն էր։ Հասմիկ Առաքելյան, Մարիամ Տեր-Գուլանյան, օրակարգ, Փարիզ, Երևան։